Օրագիր նյուզի այսօրվա հյուրը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր ընթերցողին տեղեկացնենք, որ թեև մենք ենք հյուրընկալվել Արման Դիլանյանին, բայց միևնույն է հյուրի կարգավիճակում դուք եք, պարոն Դիլանյան, հաճելի է սեփական հարկի տակ ինքներդ ձեզ հյուրս գալ։ Շատ հետաքրքիր հարց միանգամից բարձրացրեցիք։ Իրականում այդպես էլ կա։ Մենք լայն իմաստով հյուր ենք նաև Սահմանադրական դատարանում, որովհետև մեր պաշտոնը ժամանակավոր պաշտոն է, մենք այդ ժամանակահատվածում պետք է ծառայենք մեր ժողովրդին, լինենք Սահմանադրության պահապանները եւ դրանով եզրափակվելու է մեր առաքելությունը այստեղ։ Ակնկալում ենք հետաքրքիր, թեթև, անմիջական բլից հարց պատասխան։ Փորձենք։ Սկսենք։ Պարոն Դիլանյան, եթե իրավաբան չլինեիք, ինչ մասնագիտություն կընտրեիք։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, դուք միանգամից ներխուժում եք իմ պայծառ մանկություն, անկեղծ որ ասեմ, ես սովորել եմ սովետական դպրոցում։ Չգիտեմ, ես տարբերությունները տեսնում եմ, բայց որ հիշում եմ այն ժամանակ մենք ինչ երազանքներ ունեինք, այնուամենայնիվ մի փոքր տարբերվում է այն երազանքներից, որ ես այսօր եմ նկատում մեր երիտասարդների մանուկների մոտ։ Չեք հավատա, բայց ամենաառաջին մասնագիտությունը, որ ես ուզեցել եմ ձեռք բերել կամ աշխատանքը, որ ես ուզեցել եմ կատարել, դա եղել է անտառապահի աշխատանք։ Ես շատ էի սիրում կենդանիներ եւ շատ էի ուզում պաշտպանել կենդանիներին։ Դրանից հետո շատ փոխվեցին իրականում իմ երազանքները։ Հետո ես ուզում էի զինվորական դառնալ, հետո ուզում էի զինվորական օդաչու դառնալ, հետո ուզում էի տիեզերագնաց դառնալ, այսինքն իմ այդ երազանքները իմ կարծիքով շատ չեն տարբերում իմ սերնդակիցների երազանքներից, նրանց բոլորի, ովքեր որ սովորել են այդ ժամանակահատվածում սովետական միության դպրոցներում եւ այդ ծրագրերով։ Այդ այնուամենայնիվ երևի թե այլոց պաշտպանելու ցանկությունը ի վերջո դրտեց, որպեսզի ես ընտրեմ հենց այն մասնագիտությունը, որ ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը։ Ձեր աշխատանքի մեջ որն է ավելի դժվար, ճշմարտություն գտնելը, թե այն ընդունել տալը բոլորին։ Երկուսն էլ դժվար են, երկուսն էլ կարևոր են եւ երկուսն էլ անբաժան են։ Դժվար է ճշմարտություն բացահայտելը, պակաս դժվար չէ նաեւ այդ ճշմարտությունը, որ դուքի մեջ արդեն բացահայտել ես, դու քո մեջ արդեն ձևավորել ես այդ համոզմունքը, որն է ճշմարտություն, դու պարտավոր ես նաեւ որպես դատավոր շատ համոզիչ կերպով արտացոլել դա քո դատական ակտում։ Դա է քո լեզուն, դա է քո խոսքը։ Դու այդպես ես հաղորդակցվում հասարակության հետ։ Շատ կարևոր է, որպեսզի դու այդ քո համոզմունքը ճիշտ կերպով պատճառաբանված, համոզիչ պատճառաբանված, տրամաբանական եզրահանգումներով մատուցես հասարակությանը, մատուցես մարդկանց։ Երկուսն էլ չափազանց կարևոր է։ ՍԴ նախագահի համար կա անհարմար հարց, որը միշտ փորձում եք շրջանցել։ Եթե նկատի ունեք իմ աշխատանքի հետ կապված, ապա չկա այդպիսի հարց։ Եթե աշխատանքից դուրս, այսինքն ես աշխատանքի որպես դատավոր, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, այն բոլոր հարցերը, որ վերաբերում են իմ անմիջական պարտականություններին, դրանք ինձ համար անհարմար չեն։ Եթե ես անհարմար եմ զգալու իմ մասնագիտության եւ իմ աշխատանքի հետ կապված որևէ հարցի պատասխանել, նշանակում է, որ ես ինչ-որ մի բան այն չեմ արել կամ ինչ-որ մի բան թաքցնում եմ։ Իսկ ես կարծում եմ, որ դատավորը չունի իրավունք թաքցնելու որևէ բան, այսինքն այն ինչ որ պետք է երևելի լինի, դա պետք է երևա եւ դա պետք է արտացոլվի դատավորի եւ վարքագծում եւ այն վերջնական ակտերում, որոնցով առասարակ եզրափակվում է որևէ վեճի հետ կապված գործիքնությունը։ Դրանից դուրս արդեն, այսինքն այո, իհարկե կարող են լինել անհարմար հարցեր, բայց անհարմարը նաեւ կախված թե ինչ ասել է անհարմար։ Իհարկե կարող է լինել ազնական բնույթի հարցեր, որոնց ես խուսափում եմ պատասխանել, կարող է լինել քաղաքական բնույթի հարցեր, որոնց ես պարտավոր եմ խուսափել պատասխանել եւ այլն։ Բայց իմ կարծիքով կարևորն այն է եւ ըստ էության դրա համար եմ ես հենց դատավոր եւ դրա համար ինձ վստահված այս չափազանց պատասխանատու աշխատանք, որ ես պատասխանեմ այս աշխատանքի, այս լիազորությունների հետ կապված ցանկացած հարցի։ Եթե Սահմանադրության մեջ հնարավոր լիներ փոխել մեկ բան, ինչը կփոխեիք։
Հետաքրքիր հարց եք տալիս, բայց իմ կարծիքով այդքան էլ ճիշտ պաշտոնատար անձ չեք ընտրել այդ հարցը տալու համար։ Ինչու եմ ես դա ասում, կուզեի մի փոքր պարզաբանել, Սահմանադրական դատարանի առաքելությունը սահմանադրության գերակայության ապահովումն է սահմանադրական արդարադատության միջոցով։ Այսինքն դուք հիմա տալիս եք այդպիսի հարց մի պաշտոնատար անձի, որը պարտավոր է պաշտպանել եւ երաշխավորել սահմանադրության կատարումը, հա, լայն իմաստով եկեք ասենք, ոչ թե իրավաբանական եզրութաբանության իմաստով։ Ինձ համար ես արդեն առիթ ունեցել եմ նաեւ այլ լրագրողների հետ շփումներում ասել, որ ինձ համար սահմանադրությունը իդեալական փաստաթուղթ է։ Եվ ես չեմ տեսնում որևէ առիթ, որևէ հիմք կասկածի տակ դնելու այդ իդեալական փաստաթուղթը հակառակ դեպքում թերի կլիներ իմ անելիքները ուղղված նրա պաշտպանությանը։ Որն է ավելի դժվար, օրենքը հասկանալ մեկնաբանելը, թե քաղաքական գործիչներին այն բացատրելը։ Ես չի առանձնացնի քաղաքական գործիչներին։ Իմ կարծիքով դա ընկալման իրավագիտակցության հարց է։ Եթե դիմացինը հակված է հասկանալու եւ ունի այդ պոտենցիալը, ինձ թվում է իրեն կարելի է եւ մեկնաբանել եւ հասցնել ասելիքը։ Եվ հակառակը, եթե դիմացինը չունի բավարար իրավագիտակցություն, հակված չէ լսելուն, հակված չէ ընկալելուն, ապա ինչքան էլ ուզում ես փորձի բացահայտել այդ ճշմարտությունը եւ հասցնել, միևնույն է ինքը չի ունենալու այդ բարարթողը, տեղ չի հասնելու։ Չի առանձնացնի հատուկ քաղաքական գործիչներին։ Գուցե քաղաքական գործիչները նաեւ սուբյեկտիվ որոշակի եւ նաեւ իրենց գործունեության բնույթից ելնելով կարող են արհեստականորեն որդեգրել այնպիսի վարքագիծ, ըստ որի իրենց համար ընկալելի չի, բայց ոչ միշտ է, որ դա իրականություն է։ Գուցե հենց լավ էլ ի սկզբանե եւ ընկալելի է եւ ճշմարտությունը հասանելի է, բայց քաղաքական նպատակահարմարությունը եւ քաղաքական գործչի վարքագիծը տվյալպահին պայմանավորված իր տակտիկական եւ ստրատեգիական նկատառումներից պահանջում է հենց այդպիսի վարքագիծ։ Հասկանալի։ Պարոն Դիլանյան, ձեր աշխատակազմում կա որևէ մեկը, ով չարաշահում է իշխանությունը, թե բոլորն անթերի են։ Աշխատակազմում, եթե դուք նկատի ունեք աշխատակազմը այն իմաստով, որ սահմանադրական դատարանի մասին օրենքն է ասում, այսինքն ոչ թե բուն դատարանն, այլ դատարանի աշխատակազմը, որովհետև դատարանը դա սահմանադրական դատարանի 9 դատավորներն են։ Աշխատակազմը դա սահմանադրական դատարանի այդ աշխատանքային ստորաբաժանումն է, որը աջակցում է սահմանադրական դատարանին իր ֆունկցիաները իրականացման, իր գործառույթները, իր լիազորությունները իրացնելու համար։ Ապահովում է դատարանի բնականon գործունեությունը։ Եթե դուք այդ աշխատակազմի մասն եք ասում, ապա այդ աշխատակազմը ապրիորի չունի այնպիսի լիազորություններ, որոնք կարող են հանգեցնել իշխանության չարաշահմանը։ Եթե դուք նկատի ունեք դատավորներին, ապա դա արդեն ոչ թե զանցանքի, այլ քրեական անձակրթության տարեր կպարունակի, եթե դատավորը ձեր նշած վարքագիծը դրսևորի։ Որ խոստումն եք հիշում ու մտածում ավելի լավ է չասեի, չխոստանայի։ Շատ անձնական է դառնում, որովհետև ամենածանրը, որ դառնում եմ եւ տարել եմ, դա իմ որդիներին տված խոստումն է, որ երբեմն չեմ կարողացել պահել։ Նրանք դեռ մանկահասակ են, բայց դա չի նշանակում, որ իրենց տված խոստումներին կարելի է անլուրջ մոտենալ։ Ամենածանրը տանում եմ իրենց տված խոստումը չկատարելու այդ իրավիճակները, բայց դե օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տարբեր պատճառներով լինում է այնպես, որ ես չեմ կարողանում պահել խոստումս։ Ամենամեծ չսովորած դասը, որը մինչև այսօր հետապնդում է ձեզ, երևում է ամեն քայլում, որն է։ Որ սխալն է, եթե կա այդպիսին հետք թողել։ Սխալ, որը հետք է թողել, դաս, որ սովորում ենք, չգիտեմ, ես մի քիչ ուրիշ ձև եմ նայում, անկեղծ ասած այդ հարցին։ Եթե դու կաս, գործում ես, արարում ես, աշխատում ես, ապրում ես, ստեղծագործում ես եւ այլն, դու չկա այնպիսի դաս, որ անհետևանք է
անցել, այսինքն անցյալ ժամանակով չենք կարող խոսել, դասը միշտ քո հետ է լինելու։ Կարող է լինել դառնազան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, որ դու այդ դասը, որի շատ լավ հիշում ես, սխալը, որը քո մեջ լուրջ հետք է թողել, այնուամենայնիվ չի ազդում քո վարքագծի վրա, կոնկրետ իրավիճակում կոնկրետ որոշում կայացնելիս։ Բայց ինքը երբեք անհետևանք չի մնում։ Ինքը միշտ ուղեկցում է քեզ, որովհետև այնպես չի, որ մենք ավարտեցինք, հասկանում եք, անցյալ ժամանակով չենք կարող իմ կարծիքով դասի մասին խոսել, կամ առնվազն անցյալ ժամանակով չենք կարող խոսել քո վրա քո անցյալում տեղի ունեցած դասի ազդեցության մասին, որտեղ ինքը միշտ շարունակում է ազդեցություն ունենալ։ Ես չեմ կարծում, որ մենք եկել ենք մի փուլ, որը հիմա ավարտվելու է, առհասարակ եւ մենք այլևս անելիք չենք ունենալու։ Մարդը միջև իր կյանքի վերջ իր առջև պետք է դնի նպատակներ եւ ձգտի այդ նպատակները իրականացնի, հասնի այդ նպատակներին։ Միջև իր կյանքի վերջ, անկախ այն հանգամանքից, թե ինքը քանի տարեկան է։ Ոչ մի սոցիալական կամ այլ երևույթ չպետք է քեզ կաշկանդի, նույնիսկ կենսաթոշակը չպիտի կաշկանդի քեզ, որպեսզի դու քո առջև դնես նպատակներ եւ ձգտես դրանց իրագործմանը։ Իսկ եթե դու այդպես ես մտածում եւ այդ վարքագիծը ունես, նա քո կյանքի կրեդ ունի, այդ նշանակում է, որ անցյալի քո դասերը միշտ քո հետ են լինելու, միշտ դու պարտավոր ես հիշել դրանց, դու պարտավոր ես իմ կարծիքով երախտապարտ լինել այդ դասերին, որովհետեւ հենց դրանք են ձևավորում այն տեսակը, որ հիմա կա։ Եվ գուցե ինչ որ առումով սխալներն ու դասերը մեր համար շատ ավելի լավ ուսուցիչներ են, քան հաջողությունները, որ ուղեկցում են մեզ։ Ձեր գլխավոր վախը պետական համակարգում որն է։ Եթե կարելի է ավելի հստակեցնել պետական համակարգում վախ ասելով ինչ նկատի ունեք։ Ինչ-որ անհանգստություն, թեկուզ ինչն է ձեզ կաշկանդում ավելի։ Ինձ պետական համակարգում, թե պետական համակարգը առհասարակ, որ Հենց պետական համակարգում ձեր պաշտոնում ինչ-որ վախեր կա, որ կարող է ձեզ կաշկանդել, վախեր առաջացնել կամ չակերտաբել։ Չէ, հավատացեք ինձ։ Չկա եթե անձամբ իմ մասին է, չկա այդպիսի վախեր պետական համակարգում, որովհետև ես երբեք, եթե անկեղծ լինեմ, չեմ ձուլ, ես ամեն ինչ արել եմ, որպեսզի չձուլվեմ պաշտոնի հետ։ Իմ կարծիքով դուք երևի հասկանում եք ինչ նկատի ունեմ։ Երբեք չեմ նույնացել այդ պաշտոնը, ես միշտ համարել եմ, որ դա ժամանակավոր է։ Այսինքն հիմնական վախը, որ կարող է լինել օբյեկտիվորեն, այն հիմնական վախը կամ այն հիմնական սպառնալիքը պետական ծառայության համակարգում որ կա, որ պետական ծառայողը պաշտոնատար անձը հատկապես բարձր պաշտոնը զբաղեցնող անձիկ սկսում են զուլվել իրենց պաշտոնի հետ եւ չեն պատկերացնում այլևս իրենց կյանքը այդ պաշտոնից դուրս, դա ամենավտանգավոր իրավիճակն է։ Ես կարծում եմ այդ առումով այդ խնդիրը ես հոգեբանորեն հաղթահարել եմ։ Առհասարակ, իսկ եթե գլոբալ մտածենք, ես կուզեմ, որ առհասարակ այդ խնդիրը հաղթահարված լինի բոլոր պաշտոնյաներից ասում։ Որն է ավելի վտանգավոր, օրենքը խախտողը, թե օրենքը շրջանցողը։ Հետևանքներից է կախված։ Նայած ինչ հետևանքներ է առաջացնում։ Կարող է միայն հետևանքների առումով կարող ենք այդ հարցին, իսկ շատ վերացական չեն կարող ասել, որովհետև շրջանցելով էլ կարող է լուրջ վնասներ հասցնել, այդ քո արարքներ կարող շատ լուրջ հետևանքներ ունեն, խախտելով էլ կարող է լուրջ հետևանքներ առաջացնել։ Ամեն ինչ այս պարագայում հետևանքներով է որոշվում։ Արագ եք որոշում կայացնում, թե մտածված երկար։ Երբ որ վերաբերում է անձնական իմ հետ կապված թեմաներին, երևի թե արագ եմ կայացնում, բայց ինչ վերաբերում է գուցե դա այդքան էլ դրական չի նկարագրվում, չեմ կարող ասել, բայց երբ որ վերաբերում է որպես դատավորի պաշտոնատար անձի իմ կարգավիճակին, ապա այստեղ չի կարելի շտապել, չի կարելի հապաղել եւս, իրականում երկուսն էլ վտանգավոր են, եւ են վերադառնալով այն ձեր նախորդ հարցին, հետևանքները կարող են վատնել ինչպես չափազանց շտապողականության դեպքում, այնպես էլ հապաղելու դեպքում։ Պետք է միշտ պահել այդ ոսկի միջինը, չշտապել, սխալել, չհապաղել, որպեսզի հետագայում քո ընդունած կամ քո կայացրած ակտը այլևս իզոլույթ չլինի ազդել անարդարությունը վերացնելու վրա։ Հայրենիքը ձեզ համար շարունակեք։ Չեք պատկերացնի ինչքան էմոցիաներ է առաջացնում իմ մեջ այդ արտահայտությունը, սկսած հայտնի երգից, հիմա երևի կասեք սովետական մշակույթը շատ եմ հիշում, բայց դե
Կհիշեք հայրենիքի մասին երգ կար։ Ինչից է սկսվում հայրենիքը։ Շիմոն Աչինայից Ռոդինը։ Ինձ շատ հոգեrazատ երգ է, շատ հոգեrazատ բառեր են։ Իմ համար հայրենիքը շապազանց լայն հասկացություն է։ Եվ շապազանց կոնկրետ հասկացություն է։ Ինքը լայն լինելով հանդերձ այնքան լայն չէ, որ դառնա վերացական։ Շատ կոնկրետ է, բայց շատ բաներ կարող եմ թվարկել։ Իհարկե դա եւ իմ ընտանիքն է։ Դա այն տունն է, որտեղ ես ծնվել եւ մեծացել եմ։ Դա իմ ընկերներն են։ Դա այն լեռներն են, որոնց ես չափազանց շատ եմ սիրում։ Դա մեր եկեղեցիներն են, նույնիսկ խոնարհված եկեղեցիները, որոնց ես շատ եմ կարոտում եւ Հայաստանում չեմ լինում։ Դա այն հոտն է, որ գալիս է մեր հայրենիքից, ես չգիտեմ, դուք նկատել եք թե չէ, բայց ես իմ մեջ այդպիսի մի բան կա ձևավորված, ես հայրենիքը իմ համար հոտ ունի, ես զգում եմ այդ հոտը, եւ խոսքը այս ճանապարհների եւ աղտոտվածության մասին չի հասկանում եք, ծխի եւ այդ ծխոտոթի մասին չի։ Այդ հոտը շատ լավ զգում եք լեռներում, անտառներում, ես ունեք պարզը տարբեր երկրներում ենք եղել եւ լեռներ ենք տեսել տարբեր երկրներում եւ անտառներ ենք տեսել տարբեր երկրներում, բայց այդ ինչ-որ շատ հետաքրքիր հոտ կա մեր հայրենիքում, ես այդ հոտն է ինձ համար այդ հայրենիքը։ Շատ բան կարող եմ ասել։ Նախնիների շիրիմներն են իմ հայրենիքը։ Այն փողոցներն են, որտեղ ես մանկություն եմ անցկացրել, որտեղ վազել եմ, խաղացել եմ, ընկել եմ, վնասվել եմ, հետո նորից վերադարձել եմ այդ խաղերին։ Ամեն ինչը հայրենիքն է։ Ինչն է ձեզ ցավ պատճառում իրական Հայաստանում։ Իրական Հայաստանում ցավ, եթե մի քիչ ավելի կոնկրետացնեիք, որովհետև շատ բաներ կա, որ ես հիմա նկատում եմ, որոնք ինձ ցավ կամ ափսոսանք են պատճառում, եւ կուզեի այլ կերպ տեսնել դա։ Բայց ես մտածում եմ, որ ինչպես մարդու կյանքում, անատի կյանքում ժողովուրդներն էլ իրենց ճանապարհն են անցնում։ Սխալվում են, սայթակում են, վեր են կենում, շարունակում են, դրանով ավելի իմաստուն են դառնում։ Երևի մենք էլ պետք է անցնենք այդ ճանապարհով ինքնուրույնաբար եւ փորձը եւ անատական մակարդակով եւ խմբային մակարդակով փորձը հենց այդպես է ձևավորվում։ Եթե լինեիք ամենազոր, ինչ կանեիք։ Չի ուզում լինել ամենազոր ճիշտ ասած, որովհետեւ չգիտեմ ինչքանով է ճիշտ հարցազրույցի ժամանակ ուսանողական դատարանի նախագահն այդպիսի բան ասի, բայց անկեղծ ասած ինձ վախեցնում է այն միտքը, որ ես կարող եմ լինել ամենազոր, որովհետև ինձ համար կա ամենազոր եւ միակը դա մեր Արարիչ Աստվածն է։ Ես որևէ պարագայում չեմ կարող ինձ պատկերացնել այն կարգավիճակով, հանց որը կարող է ամենազոր լինել։ Ես կարծում եմ դա մարդու համար, որը օժտված չէ այդ գեր հատկանիշներով, այդպիսի մարդու համար ամենազոր լինելը դա երևի թե անեծքի նման մի բան է լինելու։ Մենք նախադասությամբ ինչպես կմեկնաբանեք ձեր անցած ուղին ճանապարհին։ Մեկ նախադասությամբ մի քանի նախադասություն եմ զորվում, բայց փորձեմ մեկ նախադասությամբ Ի սկզբանե շատ վաղուց եմ սկսել աշխատել իրականում։ Ես սկսել եմ աշխատել եւ դպրոցական եմ եղել։ Փորձում էինք ինքնուրույն ինչ-որ բան աշխատել, ես, եղբայրս։ Եվ դպրոցական տարիներից աշխատել ենք եւ միշտ աշխատել ենք։ Ես ինձ երբեք չեմ պատկերացրել աշխատանքից դուրս։ Բայց որպես մտածում եմ, միշտ աշխատել ենք, եթե մի նախադասությամբ ասեի, աշխատել եմ միշտ ոչ թե ընդդեմ, այլ հանուն։ Միշտ աշխատել եմ հանուն։ Եթե մի նախադասությամբ ասենք, եթե ավելի շատ բացենք,
Նաև կասեմ, որ երևի միայն ինձ մոտ չի, իմ կարծիքով շատերի մոտ է այդ զգացողությունը, իդեալիզմի եւ ռեալիզմի բախման միշտ կիզակետում են գտնվում։ Միշտ իդեալիստական գաղափարներով փորձում ենք ինչ-որ մի բան արել, ստեղծել, բայց միշտ բախվում ենք իրականության հետ, օբյեկտիվ իրականության հետ ենք բախվում։ Եվ դա բոլորի պարագայում է այդպես։ Եվ սկսում է ձևավորվել մեր տեսակը այդ իդեալականի եւ իրականի բախման կիզակետում։ Այս տպավորությունն է, որ նաեւ իմ աշխատանքային կյանքը այդ բացառությունը չի, ինքը այդ իդեալականի ու իրականի կոմպրոմիսի իրողություն է երկարատև է ժամանակի ու տարածության մեջ։ Վերջին հարցն եմ ուղղում. Ինչ բարեմաղթանք կհղեք Հայաստանին, հայ ժողովրդին։ Չէի ցանկանամ շատ փիլիսոփական, բայց այնուամենայնիվ նախ եւ առաջ խաղաղություն կմաղթեի։ Եվ գիտեք, ես նկատի ունեմ եւ ներքին խաղաղությունը, անհատական խաղաղություն։ Եվ առասարակ հայ ժողովրդի համար խաղաղություն եւ ամբողջ աշխարհի համար խաղաղություն։ Ես կարծում եմ շատ կարևոր է։ Խաղաղությունը դա ոչ թե այն է, որ մենք բացառում ենք դրա հակառակը կամ չենք ընդունում այն իրողությունը, որ այդպեսին կարող է լինել եւ հակառակը։ Բայց ես կարծում եմ, որ խաղաղությունը դա ամենակարևոր նախադրյալն է մարդու համար առանձին վերցած, ժողովրդի համար եւ պետության համար, որպեսզի ինքը զբաղվի իր առաջնային արարչագործական գործունեությամբ։ Եվ ես կուզեմ, որ բացի այդ խաղաղությունը, որ ես մաղթում եմ ներքին եւ համազգային խաղաղությունը եւ համաշխարհային խաղաղությունը, նաեւ մի շատ կարևոր հատկանիշ ունի մեր ժողովուրդը, որը ամենևին ազգայնականության կոնտեքստում չեմ ասում, օբյեկտիվորեն ես այդպես զգում եմ, որ մեր ժողովուրդը ուշտված է բնատուր իմաստությամբ, որը օգնել է մեր ժողովրդին, չնայած այդ բազմաթիվ մարտահրավերներին, փորձություններին, պատերազմներին, արհավիրքներին եւ այլն հազարամյակներ լինել, ոչ թե գոյատևել, այլ լինել, ստեղծել, արարել, թե մեր պատմական հայրենիքում, թե նույնիսկ այդ հայրենիքից դուրս։ Ես կուզեմ այդ բնական իմաստությունը օգնի, որպեսզի մենք ունենանք ավելի ամուր պետություն, ավելի ամուր պետականություն։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, պարոն Վիլանյան, մեր հետևորդներին հիշեցնեմ, Օրագիր Նյուզի հյուրն էր Սահմանադրական դատարանի նախագահ Արման Վիլանյանը։